Դու գիտեիր։ Մարդու աչքի եղջերաթաղանթը նման է շնաձկան եղջերաթաղանթին, որը օգտագործվում է վիրահատությունների ժամանակ։ Արդյունքը կախված նրանից, թե ինչի արդյունքում է առաջացել, ուրախություն, տխրություն, արտաքին ազդակներ տարբերվում են բաղադրությամբ։ Սկզբում մարդկանց աչքի գույնը եղել է շագանակագույն, իսկ կապույտ աչքերը առաջացել են մոտ 6000 տարի առաջ մուտացիայի հետևանքով։ Եղջերաթաղանթը մարդու մարմնի միակ հատվածն է, որտեղ աճուն չի հասնում։ Այն թթվածին ստանում է միայն անմիջապես օդից։ Մարդու ականջը կարող է տարբերել 3500-4000 ձայնային ալիքներ տարբեր հաճախականությամբ, երկարատև աղմուկը ընկճում է իմունիտետը և առաջացնում է հիպերտոնիա, իսկ 200 դեցիբելից բարձր ձայնը կարող է առաջացնել նաև մահ։ Նշենք նաև, որ ատոմային ռումբի ձայնը 210 դեցիբել է։ Մարդու ականջների և քիթը աճում են ամբողջ կյանքի ընթացքում, իսկ աչքերը մնում են նույն չափի, իսկ բլթանը մարմնի միակ մասն է, որը չի ծերանում։ Հյուսիսում ապրող մարդկանց ականջախեցին ավելի փոքր է, քան հարավում ապրող մարդկանցը։ Դա բացատրվում է նրանով, որ ականջները մասնակցում են ջերմակարգավորմանը։ Երաժշտություն լսելիս ակտիվանում է մարդու ուղեղի աշխատանքը, հիշողությունը և ուշադրությունը։ Մեղմ երաժշտությունն օգտագործում են նաև բժշկության մեջ, մարդու որոշ հոգեկան վիճակներ կարգավորելու համար։ Ականջախեցու կառուցվածքը ցանցենու նման յուրահատուկ չէ, բնության մեջ կա 28 տեսակի ականջախեցու ձև։ Տարբեր հոտեր հաճախ ծագում են հոտի տարբեր մոլեկուլներից։ Բանանի հոտը ծագում է մոտ 300 քիմիական համակցումից, լոլիկինը 400, իսկ սուրճի հոտը ծագում է մոտ ավելի քան 600 հոտի մոլեկուլներից։ Չիլի պղպեղի համը առաջանում է ոչ թե համային, այլ ցավային ընկալիչներից։ Դրա կծությունը որոշվում է Սքովիլի ջերմային միավորով, որը հալապենյո պղպեղի մոտ 5000 է, իսկ ամենակծու չիլի կարոլինյա պղպեղի մոտ 2 միլիոն է։ Իսկ դուք գիտեք, որ մենք չենք կարող զգալ վանիլինի համը, այն մեզ համար անհամ է, սակայն մենք զգում ենք քաղցրը, քանի որ հոտարական ընկալիչները գլխուղային ձևավորում է դրա համն հոտը։ Իսկ դուք գիտեք, որ ծաղկետանցքը զգում է հոտերը, իսկ աչքետանցքը հաճելի հոտերը։